Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն ապրիլի 26-ն է եւ այս հաղորդման ընթացքում հիմնականում խոսելու ենք միջազգային կարևոր իրադարձություններից, Հայաստանի շուրջ այս պահի դրությամբ քննարկելու ոչինչ չունենք, հետաքրքիր եւ նոր եւ հիմնական թեման լինելու է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումները։ Եթե հավատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, ապա խաղաղությունը չափազանց մոտ է, բազմաթիվ կետեր արդեն համաձայնեցված են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև եւ այդ իսկ պատճառով հիմա մենք քննարկելու ենք թե որ կետերն են քննարկվում եւ որ կետերն են համաձայնեցված ըստ բաց աղբյուրների։ Նախքան հաղորդումը սկսել հիշեցնեմ նաեւ լայքերի կարեւորության համար, ինչպես նաեւ եթե չեք կարողանում մեկ-մեկ տեսնել մեր հաղորդումները, երբ որ մտնում եք YouTube, անպայման դրա համար բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգակը։ Մեկ-մեկ եթե էլի չի ցույց տալիս, կարևոր է մտնել եւ փնտրել Media Analytic կամ Էդուարդ Այվազյան։ Եվ ինչպես արդեն ասեցի, հիմնական թեման մեր այսօրվա քննարկումը վերաբերվում է Ուկրաինային։ Երեք հետաքրքիր տվյալներ կային Reuters-ում, թե ինչ կետեր են քննարկում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև, եւ մենք տեսանք թե ինչ տեղի ունեցավ փաստացի Փարիզում, Լոնդոնում, այդ կան էլ Եվրոպական միությունը եւ Ուկրաինան համաձայն չէին Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկների հետ, բնականաբար այդ առաջարկները բերվել էին Վիտկոֆի կողմից Ռուսաստանի Դաշնությունից։ Սկզբում պատկերացում կար, որ հիմնական հակասությունները Ղրիմի շուրջ են, բայց հիմա երբ որ մենք մտածում ենք, ուղղակի մեկ-մեկ տեղեկություններ ստանալուց բացի նաեւ պետք է վերլուծել եւ հասկանալ։ Եթե Ռուսաստանի Դաշնությունը որպես պահանջ է ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է ճանաչեն Ղրիմը Ռուսաստանի մաս, ապա դա բնականաբար կարող է մտահոգել եվրոպական գործընկերներին Ուկրաինային եւ Ուկրաինային, բայց եթե մենք մի փոքր խորանում ենք, ապա ոչ ոք չի կարող օրինակի համար Ամերիկայի Միացյալ Նահանգների ձեռքից բռնել եւ ասել, որ դու չպետք է ճանաչես, դու չպետք է ճանաչես եւ չես ճանաչելու։ Հետեւաբար դա ինչ որ միտեղ դառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ներքին գործը, ճանաչել թե չճանաչել Ղրիմը։ Այսինքն այդ հարցը բնականաբար կարող էր քննարկվել եւ քննարկվում էր Փարիզում եւ Լոնդոնում, բայց կարող է եւ չլիներ հիմնական հարցը, քանի որ այդ գործողությունները իրականացնողը Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, եթե ճանաչեն ճիշտ է Ղրիմը Ռուսաստանի մաս։ Հետևաբար հիմնական քննարկման հարցերը, թեմաները ես կարծում եմ, որ ուրիշ էին եւ արդեն իսկ կան որոշ տեղեկություններ, որ Վիտկոֆը Պուտինի հետ երեկվա հանդիպման ընթացքում քննարկելու էր այն հարցը, որ Ուկրաինան պետք է ունենա իրավունք ունենալու սեփական բանակ։ Մենք պատկերացնում ենք եւ ստանում ենք նաեւ տեղեկություններ այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության հիմնական պահանջը այն էր, որ Ուկրաինան չպետք է ունենա զինված ուժեր, զինվորական տեխնիկա եւ պետք է հրաժարվի անդամակցել ՆԱՏՕ-ին։ Եվ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծես թե փոխում են իրենց դիրքորոշումը կամ ավելի ճիշտ Եվրոպական միության օգնության եւ Ուկրաինայի խորհուրդների շնորհիվ Ամերիկայի Միացյալ Նահանգները հասկացել են, որ այդ պահանջը շատ վատ է լինելու նաեւ իրենց համար եւ հետեւաբար փորձում էին Ռուսաստանի Դաշնությանը հասկացնել, համոզել, որ ահա այդ պահանջը պետք է դուրս բերվի խաղաղության պայմանագրից։ Բայց ինչ այլ կետեր կան այդ հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ, որոնց շուրջ կարծես թե բանակցությունները ըստ Դոնալդ Թրամփի լավ են ընթանում, հիմնական կետերը համաձայնեցված են եւ ըստ Reuters-ի Ղրիմի մասով արդեն ասացի, դա վերաբերում է կոնկրետ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ամերիկայի Միացյալ Նահանգներից է այդ պահանջը Ռուսաստանի, համարենք, որ այդ պահանջը Ամերիկայի Միացյալ Նահանգները իրականացնում է։ Մնացած պահանջները Ռուսաստանի Դաշնության այն է, որ իրենք մնալու են հիմնականում այն տարածքներում, որոնք որ գրավել են, բայց նույն ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների պահանջով եւ բնականաբար Ուկրաինայի եւ Եվրոպական միության պետք է Խարկովի շրջանից դուրս բերվեն ռուսական զորքերը, դրանց բացի Զապորոժիայի ատոմային էլեկտրակայանի հատվածից եւս պետք է դուրս գան Ռուսաստանի զորքերը, այդ Կախովի հեսի շրջանից եւս պետք է դուրս գան ռուսական զորքերը
Եվ Զապորոժիայի ատոմային էլեկտրակայանը պետք է անցնի Ամերիկայի Միացյալ Նահանգների վերահսկողության տակ, Եվրոպական միությունը պետք է ստանձնի Ուկրաինայի անվտանգության երաշխավորի դերը, խաղապահների հարցը դժվար է ասել, որքանով է համաձայնեցվել, Ռուսաստանի Դաշնությունը պնդում է, որ դրանք չպետք է լինեն ՆԱՏՕ-ի երկրներ, բայց ամենայն հավանականությամբ դրանք լինեն ՆԱՏՕ-ի երկրներ, ուղղակի Ուկրաինան պետք է հրաժարվի անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց նույն ժամանակ հնարավորություն է ունենալու անդամակցել Եվրոպական միությանը։ Դրանից բացի այն պատժամիջոցները, որոնք որ մտցվել են Ռուսաստանի Դաշնության նկատմամբ 14 թվականին Կրիմի օկուպացիայի ժամանակ կամ անեքսիայի ժամանակ, ինչպես ուզում եք անվանեք, Ամերիկայի Միացյալ Նահանգները ամենայն հավանականությամբ դրանք չեղարկելու են Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Դժվար թե Եվրոպական միությունը չեղարկի այդ պատժամիջոցները Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Հիմնականը սա է, սիրելի հայրենակիցներ, որը որ այս պահին մեզ հայտնի է Ուկրաինայի մասով։ Հիմա կարևորը այն է, որ Վիտկոֆը երեք գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, բանակցություններ էր անցկացնում Վլադիմիր Պուտինի հետ։ Ընդհանուր հաղորդագրություն կա, որ բանակցությունները շատ լավ են ընթացել եւ ըստ հաղորդագրության այդ հանդիպումը թույլ է տվել ավելի մոտեցնել ընդհանուր դիրքորոշումները ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերով շատ պոզիտիվ են անցել այդ բանակցությունները եւ բանակցությունները եւ կոնտակտները Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ շարունակվելու են։ Դրանից բացի Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե այս բանակցությունները հաջողությամբ չպսակվեն, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները դուրս են բանակցային գործընթացից։ Հաստատին ինչ-որ միտեղ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ կերպ սպառնում են թե Ռուսաստանի Դաշնությանը եւ թե Ուկրաինային։ Դրանից բացի այսօր Հռոմում տեղի ունենալու Հռոմի Պապի հետ հրաժեշտի արարողությունը եւ այդ հրաժեշտի արարողության համար տարբեր երկրների ղեկավարներ են այցելում Հռոմ, Վատիկան, այնտեղ է լինելու նաև Դոնալդ Թրամփը, արդեն իսկ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը վայելիք է կատարել Հռոմում եւ Զելենսկին նույնպես գտնվելու է Հռոմում եւ Դոնալդ Թրամփը հատուկ գրառում է արել, որ ահա այդ հրաժեշտի արարողության ընթացքում դրանից հետո, այսինքն այդ այցի շրջանակներում բանակցություններ են տեղի ունենալու, ինքը բանակցություններ է անցկացնելու ռուսական եւ ուկրաինական կողմի հետ։ Ռուսաստանը, ինչպես գիտենք, Վլադիմիր Պուտինը չի ներկայացնելու, չեմ հիշում ով էր ներկայացնելու Ռուսաստանը, անկեղծ ասած, առաջին փոխվարչապետը ինչ որ նման մի բան, բայց Դոնալդ Թրամփի հայտարարությունների համաձայն բանակցություններ է անցկացնելու ինքը ուկրաինական եւ ռուսական կողմերի հետ։ Հիմա անձամբ ինքն է հանդիպելու ռուսական կողմի հետ, թե չէ, այնուամենայնիվ բարդ է ասել, բայց ամենայն հավանականությամբ Զելենսկիի հետ ինքն է հանդիպելու անձամբ Դոնալդ Թրամփը։ Եվ ըստ Դոնալդ Թրամփի մենք կլինենք այնտեղ, որտեղ որ պետք լինի, որպեսզի թեթևացնենք ավարտը այդ դաժան եւ անիմաստ պատերազմի։ Ու եթե ընդհանուր ձևակերպենք այս ամենը, Ղրիմի մասով բնականաբար Ուկրաինան չի հրաժարվելու իր տարածքային ամբողջականությունից։ Մնացած արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշելիքն են, ճանաչում են թե չէ Ղրիմը Ռուսաստանի մաս։ Ամենայն հավանականությամբ եվրոպական երկրները չեն ճանաչելու Ղրիմը Ռուսաստանի մաս։ Մեծ հավանականությամբ կարող եմ դա ասել։ Բայց այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչում են, դրան չեն կարողանա խոչընդոտել եվրոպական եւ ուկրաինական կողմերը, դա եւս ամենայն հավանականությամբ եմ ասում, քանի որ բանակցությունների տրամաբանությունը դա է հուշում, մնացածը արդեն Ուկրաինան պետք է համաձայնվի այդ կետերի հետ, որ Ռուսաստանի Դաշնության զորքերը դե ֆակտո, այսինքն ոչ թե դե յուրե, այլ դե ֆակտո մնում են այդ օկուպացված շրջաններում, բայց ինչ որ տեղերից այնուամենայնիվ Ռուսաստանի Դաշնության զորքերը դուրս են գալու։ Ուկրաինան նույն ժամանակ պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու գաղափարից, բայց հնարավորություն է ունենալու դառնալու Եվրոմիության անդամ։ Շատ հետաքրքիր է, ինչ այլոց ես այստեղ տեսնում եմ այն, որ Ուկրաինան կարողանալու է պահպանել իր անկախությունը եւ սուվերենությունը տարածքային ամբողջականության հետ
խնդիր է ունենալու եւ դա փաստ է, բոլորս էլ հասկանում ենք շատ լավ, որ այդ խնդիրը չի լուծվելու, բայց այն, որ Ուկրաինան հնարավորություն է ունենալու սեփական բանակ, այսինքն դա է հիմա բանակցվում, դա արդեն նշանակում է, որ Ուկրաինան կարողանալու է պահպանել իր անկախությունը եւ ինքնիշխանությունը, եւ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը դառնալու է Եվրամիությունը։ Ինչ է դա տալիս մեզ համար եւ ինչ վտանգներ է ու հնարավորություններ է ստեղծում դա մեր համար։ Ամենակարևոր հարցն է բնականաբար, դրա համար եմ ես այդքան Ուկրաինայից խոսում, թե չէ կարող է այդքան բնականաբար ժամանակ չծախսեի Ուկրաինայի վրա, այն որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Ղրիմը կարող է ճանաչեն Ուկրաինայից կտրված մաս Ռուսաստանի տարածք, դա վտանգներ է ստեղծում նաև Վրաստանի համար։ Մենք գիտենք, որ Վրաստանի շրջանները օկուպացված են եւ այդ առումով բավականին լուրջ խնդիրներ է ստեղծում դա Վրաստանի համար եւ այդ առումով Ամերիկայի Միացյալ Նահանգները վստահելի գործընկեր չի դառնում Վրաստանի համար։ Դա մենք պետք է եւ կարեւոր է որ հասկանանք։ Այսինքն դա կստեղծի նոր նախադեպ եւ հետո Ռուսաստանի Դաշնությունը ասելու է թե ինչի դա կիրառելի է օրինակի համար Ղրիմի համար եւ կիրառելի չէ Վրաստանի օկուպացված շրջանների համար։ Բայց մյուս կողմից, եթե Ուկրաինան կարողանում է պահպանել իր ինքնիշխանությունը, ունենալու է սեփական բանակ, կարողանալու է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ունենալու է նոր փաստաթղթեր, դա նշանակելու է այն, որ նույնը կարող ունենալ Վրաստանը, Հայաստանը եւ եթե Ադրբեջանը ցանկանա նույնպես Ադրբեջանը, այսինքն ինքնիշխանությունը կկարողանան պահպանել հարավային Կովկասի երկրները, բայց այդ նախադեպը, վատ նախադեպը, որը որ դե յուրե կարող է հաստատել այն, որ Ղրիմը պատկանում է Ռուսաստանին, նոր խնդիրներ, նոր վտանգներ է առաջացնում Հայաստանի եւ Վրաստանի համար։ Հիմնականում սա է սիրելի հայրենակիցներ, ինչ վերաբերվում է լարվածությանը Պակիստանի եւ Հնդկաստանի միջև, ապա այդ լարվածությունը միայն ու միայն աճ է գրանցում, արդեն իսկ բախում է տեղի ունեցել Լոնդոնում պակիստանցիների եւ Հնդկաստանի քաղաքացիների միջև, ինչալոց նրանք նույն ազգն են, ուղղակի բաժանված են կրոնով, դրա համար առանձին Պակիստան պետություն է ստեղծվել եւ Հնդկաստանը կա, այսինքն որպես ազգ նույն ազգն են, բայց կրոնով են բաժանվել եւ փաստացի ուրիշ ազգ են դարձել այդ պակիստանցիները։ Պատերազմի վտանգը իրոք շատ մեծ է, Պակիստանը իր զինված ուժերը բերել է բարձր պատրաստվածության մակարդակի, ինչպես արդեն երեք նշել էի, կրակոցներ եւ բախումներ են տեղի ունեցել Հնդկաստանի հետ։ Հնդկաստանն էլ իր հերթին հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքում որոշ ահաբեկչական տերորիստական խմբավորումների, ինչպես հայտարարում է հնդկական կողմը, բավականին լուրջ լարված իրավիճակ է հիմա Հնդկաստանի եւ Պակիստանի միջև բավականին լուրջ է վտանգը այդ ատոմային տերությունների միջև պատերազմի վտանգը։ Եվ եթե պատերազմ տեղի ունենա, նախորդ անգամ օրինակի համար ատոմային զենք չէր կիրառվել։ Բոլորն էլ հասկանում են, որ եթե ատոմային զենք կիրառեն, ապա կարող են նույնիսկ միլիոնավոր մարդիկ զոհվեն, 100,000-ավոր մարդիկ միանշանակ կզոհվեն, խաղաղ բնակիչներ բնականաբար, նույնիսկ միլիոնավոր մարդիկ կարող է զոհվեն այդ պատերազմի ընթացքում, եթե ատոմային ռումբ կիրառվի երկու կողմից։ Այդ առումով բավականին վտանգավոր է այս կոնֆլիկտը Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ։ Բնականաբար այն լավ չէ մեզ համար նաեւ այն առումով, որ Հայաստանը զենք է ձեռք բերում Հնդկաստանից եւ այս պայմաններում կարող է Հնդկաստանը եւ հնարավորություն չունենա զենքի մատակարարումներ իրականացնել Հայաստան։ Մյուս կողմից Պակիստանի ագրեսիվ քաղաքականությունը մենք տեսնում ենք, թուրքական աշխարհի հետ միավորվածությունը տեսնում ենք եւ այդ առումով ված չէ լինի, եթե Պակիստանը իր տեղը ընկներ, այսինքն ցույց տա իր տեղը, այդ առումով բնականաբար շատ ավելի լավ կլիներ մեզ համար, քանի որ Պակիստանը հիմնական հենարաններից մեկն է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի համար, դա իրոք մեզ համար շատ կարևոր է, դրա համար միշտ մենք փորձում ենք հիշեցնել, եթե չհիշեցնենք, բնականաբար
ձեր լայքերը կնվազեն եւ մեր տեսանյութերի տարածումը կնվազի, ինչը ոչ էֆեկտիվ է դարձնելու մեր աշխատանք։ Իսկ դուք հասկանում եք, թե որքան կարևոր է մեր աշխատանքը այս տեղեկատվական պատերազմների դարաշրջանում։ Հաջողություն եմ ցանկանում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։